Ռուսաստանը նորից բարկացել է, որովհետև Հայաստանը խոսում է Եվրոպայի հետ։ Մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրեց Երևանին, թե Հայաստանը քաշվում է Եվրամիության հակառուսական ուղեծիր և զգուշացրեց, որ եվրոատլանտյան չափանիշներին մոտենալը կարող է բերել քաղաքական և տնտեսական հետևանքներ։ Պարզ ասած, եթե Հայաստանը աջակցություն է փնտրում Մոսկվայից դուրս, Ռուսաստանը անմիջապես հաշիվ է ներկայացնում։ Բայց կա մի բան, որը ռուսական քարոզչությունը շրջանցում է։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, այնտեղ արդեն կային ռուս խաղաղապահներ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ ժամանակ հստակ ասել էր, որ ռուս խաղաղապահները պարտավոր էին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին, բայց այդ պարտականությունը չեն կատարում։ Ավելի քան 100,000 հայ հեռացավ, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի վրա։ Ու երբ Մոսկվան հիմա խոսում է վստահելի անվտանգության համակարգի մասին, հարցը շատ պարզ է՝ վստահելի ում համար։ Հայաստանի համար այդ համակարգը բերեց կախվածություն, խոստումներ և լռություն այն պահին, երբ պաշտպանություն էր պետք։ Երևանում կայացած առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո, որտեղ խոսվեց կապակցվածության, անվտանգության, պաշտպանության և տնտեսական համագործակցության մասին, Ռուսաստանը չտվեց երաշխիքներ, Ռուսաստանը տվեց սպառնալիքներ։